Պարոն Արուշանյան, արդեն ընտրական գործընթացը կես է ընկել եւ ինչպես եք գնահատում նախ ընթացքը եւ տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առանձին ներկայացուցիչներ բարձրացնում են ինչ-որ մեդիա տերորների մասին, ընտրախախտումների մասին, չնայած որ կա նաեւ հակառակ, պնդումները մասնավորապես գծի հետև կոչվող տարածքում, որտեղ տեղակայված է ձեր թիմի անդամի նախընտրական շտաբը, բուն ընտրատեղամասի դիմաց կուտակումներ են նաեւ։ Տեսել եմ այս տեսանյութը մեր նախընտրական շտաբի հետ կապված, շտաբում որևիցե շտաբի արտաքին մասում որևիցե պաստառներ չկան, ամբողջը հեռացված է, իսկ շտաբի ներսում, որտեղ մասնավոր տարածքում մեր տղաներն են, այնտեղ ասենք Մինասյանի նկարը փակցրած է, դե որևիցե խախտում չի կարող համարվել դա, մենք նախորոք հեռացրել ենք այն պաստառները, որոնք արտաքինից էին փակցված, ընտրախախտումների մասին նաև մեդիա դաշտում կա, սոցիալական ցանցերում կա, բաց քվեարկությունների մասին է խոսվում, տեսանյութերն էլ կան, ընդհանուր առմամբ իրավապահ համակարգի իրավիճակը վերահսկում է եւ եւս մեկ անգամ խորհուրդ կտամ մեր համակարգացիներին չտրվել սադրանքներին կամ համոզելուն, որպեսզի օրենք խախտեն, օրենք խախտելու պարագայում պատասխանատվության ենթարկվելու են հենց իրենք։ Ձեր կարծիքով արձանագրվել են լուրջ խախտումներ, որոնք մինչ այս պահ կարող են ազդել ընտրական գործընթացի եւ նաեւ արդյունքների վրա։ Ճիշտ ասած, ընդհանուր տեղամասերի հանձնաժողովի անդամների ու նախագահների հետ ես չեմ ուղիղ կապի մեջ, որ կարողանամ ասել ինչ արձանագրություններ են արել, մենք այստեղ մեր աշխատանքով ենք զբաղված, այլ մեր գործընկերներ զբաղվում են հանձնաժողովականների հետ, այս պայմանությամբ դեռ որևիցե թիվ չեմ կարող ասել, թե ինչքան արձանագրություն է կազմվել։ Հիմնականում կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հարցերով զբաղվում, թվերը իրանք վերջում կասեն։ Պարոն Արուշանյան, երեք համացանցում տարածվեց մի սկրինշոտ նամակագրության, որտեղ Դիանա Արուշանյանը ըստ տեղեկությունների ձեր քույրը նամակներ ա գրում տարբեր օգտատերերի եւ խնդրում է, որ գնան ու ընտրեն Սարիկ Մինասյանին։ Դիանա Արուշանյանը այո, Փարիզ աղջիկն է, իմ քույրն է, շատ ճիշտ են, այդ տեղեկատվությունը մամուլ փոխանցել է երևի այն օգտատերը, որի հետ քույրս կրվել է, իսկ վստահ եմ, որ քույրս օդար մարդկանց չի ուղարկել է իր մտերիմներին, բայց այստեղ արդեն պարզվում է, որ մտերիմները ճագեշտների մեջ են, բայց տեսել եմ սկրինշոտը եւ այնտեղ եթե դուք եք տեսել, կասեք, որ այնտեղ խնդրում է քույրս ուղղակի մասնակցել ընտրություններին եւ ցայնը տալ Սարիկ Մինասյանին։ Քարոզարշավի եւս մեկ ձև է, մանավանդ Հայաստանից դուրս ապրող մեր համակարգացիների, մեր բարեկամների, ազգականների եւ միանշանակ շատ ողջունել է, որ իմ ազգականները եւս լծված են քարոզարշավով եւ մտահոգ են Գյումրու ապագայի համար։ Այստեղ խնդիր չեք տեսնում ընտրողին ուղղորդելու, կարողա ձեր մյուս ազգականն էլ չի ուզում Սարիկ Մինասյանին։ Դե չի ուզել, ասում է չեմ ուզում, ասել քուրս չի ասել, պարտադիր պետք է գնաս կարտակ գրված է, խնդրում եմ գնաք ընտրություններին մասնակցեք։ Եւ այնուամենայնիվ ընտրական այս գործընթացը ինչպես է գնահատում ՔՊ-ի համար, ամեն գնով իշխանությունը Գյումրիում վերցնելը գերխնդիր է, թե կհամակերպվեք ընտրությունների արդյունքների։ ՔՊ-ի համար գերխնդիր է մաքուր ու արտար ընտրություններ կազմակերպելը, իսկ մնացած ընթացքը արդեն քաղաքացիներն են որոշելու, թե ում են իրենց ցայնը տալու, եթե ցայնը տալու են համար 1 Սարիկ Մինասյանին, իրանց որոշումն է, մենք դրա հետ շատ ուրախ կլինենք ու շարունակենք ծառայել մեր համակարգացիներին։ Ձեր տեխնացուն այսօր հայտարարեց, որ իր շանսերը բարձր է գնահատում եւ բացարձակ մեծամասնություն կազմի, որտեղից այդ վստահությունը։ Այդ վստահությունը ես էլ ունեմ, բնականաբար, որովհետև այն ժամանակահատվածը շատ կարճ, որը Սարիկ Մինասյանը պաշտոնավարել է Գյումրիում, որպես ժամանակավոր պաշտոնակատար եւ ամբողջ քարոզարշավի ընթացքային սերն ու ջերմությունը, որը մեր գյումրեցիները տվել են մեր Սարիգին, մեր մեջ համոզմունք է բերում, որ մենք այս ընտրություններում հաղթելու ենք։ Եթե այնուամենայնիվ ստացվի այնպես, որ քաղաքացիական պայմանագիրը չլինի, չհավաքի 50+1 ձայն, կոալիցիա կազմելու հարց արդեն քննարկվում է, որովհետև ըստ էության բուն ընտրությունների օրն է։ Մենք որևէ նման օրակարգ չունենք, մենք գնում ենք հաղթանակի, երբևիցե չենք էլ քննարկել, թե կոալիցիայի մասին, որը քննարկում չենք էլ ունեցել, ի տարբերություն մեր մյուս ընդդիմադիր թևին, որոնք բոլորը միաձայն ասում են, որ մենք իրար
քաղաքացիական պայմանագրին չենք միանում ու տարբեր տեխնազուներ նաև ասում են, որ իրենք իրար միանալու կոչեր են անում, պայմանավորվածություններ գուցե ձեռք են բերել արդեն, մենք նման օրակարգ չունենք։ Պարոն Արուշանյան, իսկ դա ինչով եք պայմանավորում, իրապես ԿՊ-ն այդքան վատն է, որ ոչ մեկ չի ուզում հետո կոալիցիա կազմի։ ԿՊ-ն վատը չէ, ԿՊ-ի կնադականը մեր քաղաքացիները տվել են 2021 թվականին, ես վստահ եմ, որ 26 թվականին էլ ենք ունենալու այդ նույն արդյունքները, եթե ոչ ավելի բարձր, այս այդ մեկնաբանություններով ԿՊ-ն վատն է, ես միանշանակ դատապարտում եմ այն ձեր պնդումը, քաղաքացիները շատ լավ գիտեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության արված աշխատանքը Գյումրիում, Շիրակի մարզում ընդհանուր առմամբ եւ իրենց քվեն այսօր կդան ու կնադականը։ Եվ Նիկոլ Փաշինյանը հետևում է գործընթացներին, հա, որպես շտաբի պետ զեկուցում եք իրադրությունը, իրավիճակը։ Այսօր չեմ կապնվել վարչապետի հետ, ես իմ գործառույթներն եմ այստեղ անում, վարչապետի հետ կապ չեմ ունեցել այսօր։ Ես բնականաբար վստահ եմ, որ հետևում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը բացի երկրի վարչապետ լինելուց նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահն է, ամբողջ գործընթացը, որ այս ընթացքում տեղի ունեցել մեր վարչության որոշումներով, վարչության հետ քննարկումներով, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է Գյումրու ընտրություններին, ինչպես նաև Փարաքյարի։ Եթե ընդդիմությունը հաղթի Գյումրիում, պատրաստ է իշխանությունը շնորհավորել եւ ընդունել ընտրությունների արդյունքները։ Մենք հետեներով չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք մեր գծած ճանապարհով եւ գնում ենք դեպի հաղթանակ։